Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Շուրջ 150 տարի առաջ Արցախի Մարաղագյուղից դուրս եկավ 10-ամյա Պիպատանի եւ իր աստվածատուր շնորհքի եւ բնատուր տաղանդի շնորհիվ դարձավ անվանի հայագետ Մեծիտանան Կիլիկիո կաթողիկոս։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Գարեգին կաթողիկոս Հովսեփյանին։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ առաջին անգամ հայ իրականության մեջ Արարատ հեռուստաընկերության հայորդիներ հաղորդաշարի եթերում կլսենք Գարեգին կաթողիկոս Հովսեփյանի կենթանի ձայնը, հատված նրա ելույթից, որը նա ունեցել է 1943 թվականին Բոստոնում Կիլիկիո կաթողիկոս ընտրվելու կապակցությամբ։ Մեր հայրերի արյունով, տկնությամբ, ջանքերով, նահատակությամբ սնված եւ ուրցացած եկեղեցին դարերի ընթացքում քրիստոնեական լինելով համերձ նրա կազմակերպման, նրա հոգու եւ էության մեջ յուր դրոշն է դրել հայ ժողովուրդը, նա մերն է, նա մեր ստեղծագործությունն է։ Ինչպես անհատը մեռնում է, ազգն էլ կարող է մեռնել։ Բայց ինչպես անհատը յուր կյանքով, ցկտումներով, գործով կարող է ամահանալ, այսպես էլ մի ազգ անհատական հոգու անձի ամմահության կաղապարն ու հավատը աղբյուրն է և հավաքականության ամմահության։ Պատմության, ազգերի կյանքի էությունը ամմահության, հարատիվության կաղապարն ու ձգտումն է։ Մարդուն չի բավարարում միայն արտաքին կյանքի տևողությունը, մեր մեջ մի տենչ կա ապրելու երկրավոր կյանքի սահմաններից էլ դուրս։ Ինչու ենք բարիք գործում, դպրոց ենք հիմնում, եկեղեցի ենք շինում, գիրք ենք տպում, քարոզում ենք, գրում ենք, նյութական զոհաբերություններ ենք անում, որովհետև հավատում ենք, որ դրանով մեր եւ շրջապատի հարատեվության պայծառության օգտին ենք ծառայում եւ նրա կատարելության։ Այսպես է եւ հավաքական կյանքի մեջ ինչու եք հավաքվել դուք այստեղ։ Ինձ համար ով եմ ես։ Արցախի մի հետգած ճուղում ծնված մի աղքատիկ կնդարիքի զավակ, ով եմ ես, որ ինձ համար հավաքվեք։ Բայց եթե հավաքվել եք այն գիտակցությամբ եւ այն համոզմով, թե մեր նվաստությունը եղել է ծառա մի գաղափարի, որ ամենքիս համար թանկ է եւ կարծում եք թե օգտակար է եղել այդ գաղափարի։ Ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատաք։ Բայց ես այդ եղծերենում ասում եմ, որ աթորը ինձ անելին չէ գրավել։ Բայց տոնը չէ, որ ինձ գրավել է։ Եթե հանձն եմ արել այն հավատով, թե ես հանդեպ պետք է օգտակար դառնամ։ Մեր հաղորդման հյուրերն են Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի հրատարակչական բաժնի պատասխանատու Շահե վարդապետ Անանյանը եւ Հայաստանի ազգային արխիվի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ավագյանը։ Բարի գալուստ, հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ փոքրիկ ընդմիջում կատարենք եւ ծանոթանանք Գարեգին կաթողիկոս Հովսեփյանի կյանքի եւ գործունեության նվիրված փոքրիկ տեսանյութին։ Գարեգին Հովսեփյանը ծնվել է 1867 թվականի դեկտեմբերի 17-ին Արցախի Ջրաբերդի գավառի ներկայիս Մարտակերտի շրջան Մաղավուզ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Ամարասի դպրևանքում, ապա Շուշիի հայոց թեմական դպրոցում։ 1882-ից 1890 թվականներին ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Մաղաքիա Աորմանյանի միջնորդությամբ աստվածաբանություն, պատմություն եւ փիլիսոփայություն է ուսանել Բերլինի, Հալեի, Լայպցիգի համալսարաններում։ 1897 թվականին Լայպցիգի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1898 թվականին ձեռնադրվել է վարդապետ։ 1900 թվականին նշանակվել է վիրահայոց առաջնորդական փոխանորդ։ Կարգավորել է Ախալցխայի եկեղեցական գործերը եւ Ներսիսյան դպրոցի աշխատանքը։ 1900-ից 1904 թվականներին եղել է Երևանի թեմական դպրոցի տեսուչ։ 1905-ից 6 եւ 1915-ից 17 թվականներին եղել է Գևորգյան ճեմարանի տեսուչ։ 1907-ից 8 թվականներին Արարատ ամսագրի խմբագիր Սուրբ Ռիփսիմե վանքի վանահայր։ Համագործակցել է անվանի հայագետ Նիկողայոս Մարի հետ։
մասնակցել Գառնիի պեղումներին, նշանավոր դարձել Տրթատ թագավորի հունարեն արձանագրության գյուտով։ Միակ հայ եկեղեցականն էր, ով ընտրվել է Ռուսաստանի հնագիտական կայսերական ընկերության իսկական անդամ։ 1911 թվականին Եղիշե Թադևոսյանի հետ ճամփորդել է Երուսաղեմ եւ Կոնստանտնուպոլիս, ուսումնասիրել ձեռագրեր եւ ընդօրինակել մանրանկարներ։ 1917 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս, ղեկավարել Սուրբ Էջմիածնի եղբայրական օգնության հանձնախումբը։ 1918 թվականի գարնանը կանխել է Կարսի հայության կոտորածը։ 1918 թվականի մայիսին Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչներից ու ակտիվ մասնակիցներից էր։ 5-րդ գնդի զինվորների անձնազոհությունը նկատի առնելով անվանել է Մահապարտների գունդ։ 1920 թվականին Հայաստանի համալսարանի հայ արվեստի եւ հնագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Թամանյանի եւ Աշխարհբեկ Քալանթարի հետ հիմնել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն։ 1921 թվականի մայիսին նշանակվել է Էջմիածնի կուլտուր-պատմական ինստիտուտի անդամ եւ թանգարանի վարիչ։ 1925 թվականին շնորհվել է Արքության պատիվ։ 1927-ից 34 թվականներին եղել է Ռուսաստանի Ղրիմի ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ։ 1934 թվականին նշանակվել է հայրապետական նվիրակ եւ լիազոր ներկայացուցիչ, այցելել է Մերձավոր Արևելյան եւ եվրոպական գաղթօջախներ, ամենուր դասախոսել մշակութային եւ կրոնական թեմաներով, սփյուռքահայության շրջանում խանդավառություն ստեղծելով հայրենիքի ու մայրաթոռի նկատմամբ։ 1938-ից 43 թվականներին եղել է Ամերիկայի թեմի առաջնորդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սասունցի Դավիթ տանկային շարասյան կառուցման համար հանգանակել է 85,000, բանակի աղետյալների համար $120,000, նպաստել է 1946 թվականի ներգաղթի կազմակերպմանը։ 1943 թվականի մայիսի 10-ին ընտրվել է Մեծի տան ընկիլիկիո կաթողիկոս, հոծվել է 1945 թվականի ապրիլի 10-ին։ Վախճանվել է 1952 թվականի հունիսի 21-ին Անտիլիասում։ Հայսուրբ, ցավոք մեր հանրությանը Գարեգին կաթողիկոս Հովսեփյանի անունը շատ քիչ է ծանոթ, չեմ ուզում ասել գրեթե ծանոթ չէ, եւ փաստորեն նրա գործունեությանը եւ հատկապես աշխատություններին հիմնականում ծանոթ են հայագետները եւ մասնավորապես արվեստաբանները։ Խնդրում եմ ներկայացնեք նրան հենց որպես հայ առաջին արվեստաբան, մասնագիտական, պրոֆեսիոնալ առումով։ Գիտեք, արվեստի մասին երբ խոսում ենք, Գարեգին Հովսեփյան անունը բնականաբար հատկապես 20-րդ դարասկզբի հայ եկեղեցու եւ հայ իրականության մեջ այդ զարթոնքի լույսի ներքո հնչում է շատ սիմվոլիկ, որովհետեւ իրականում գրեթե բոլոր մեծ հայագետ արվեստաբաններն էլ այդ ժամանակաշրջանում Գարեգին Հովսեփյանին ընդունել են իբրև հայ արվեստի մասին նյութերի յուրատեսակ միշտեմարան, որովհետեւ երբ նայում ենք նամակները, օրինակ շատ եվրոպացիներ Ստրժիգովսկի, Բալտրուշայտիս եւ մյուսները հենց կոնկրետ Գարեգին Հովսեփյանցին էին դիմում, խնդրելով տարբեր նյութեր, լուսանկարներ, արխիվային նյութեր, ձեռագրական տեղեկություններ հայ արվեստի մասին։ Եվ պատահական չէ, որ հենց այդ ժամանակաշրջանում ինքը Գարեգին Հովսեփյանց երևույթը իբրև այդպիսին արդեն ի հայտ է գալիս իբրև մի քանի արվեստաբանական ուղղությունների հիմնադիր։ Իհարկե ես ինքս արվեստաբան չեմ, բայց դատելով շատ ընդհանրական տեղեկություններից կարող ենք ասել, որ նա մի քանի արվեստաբանական ուղղությունների ուսումնասիրության հիմքն է դրել մեզանում, օրինակ կիրառական արվեստի, հայ փորագրություն, հայ կերպարվեստ, որն ինքը անվանում էր կերպարվեստ, բայց իրականում հայ մանրանկարչության արվեստներ եւ այլն եւ այլն, եւ մասնավորապես նրա խոշորագույն, այսպես ասենք, նորարարություններից մեկն էր նաեւ 16-ից 18-րդ դարերի հայ կերպարվեստի բնութագրումը եւ նույնիսկ որոշ պատկերահանների, ինչպես ինքն էր ասում, այսինքն միջնադարյան ուշ միջնադարի կերպարվեստի ստեղծագործողների վերհանումը եւ ներկայացումը հայ հասարակությանը։ Բնականաբար Գարեգին Հովսեփյանց արվեստաբանը չի սահմանափակվում միայն արվեստով կամ արվեստի պատմությամբ։ Դժբախտաբար այսօր էլ նույնիսկ իբրև արվեստաբան նրա շատ կոթողային աշխատություններ, ինչպես օրինակ քարտեզ հայ մանրանկարչությամբ դեռևս մնում է անտիպ շուրջ 3000 էջ, 120 զգույն տպագրվածքը տեսնենք։ Հուսանք պահվում է Անտիլիասի մայրավանքի արխիվում եւ ելի շատ ու շատ աշխատություններ, որոնք հատկապես
60-ական թվականներին վերարծարծվեցին, երբ Գիտությունների ակադեմիան այն ժամանակ Մանյա Ղազարյանի գլխավորությամբ եւ խմբագրությամբ պատրաստեց երկաթորյակ արվեստի գործերի, այնտեղ տեղեկություններ տրվեցին որոշակի իմաստով, բայց Գարեգին Հովսեփյանցը ես այստեղ կամենայի շեշտել արվեստաբան է, որովհետեւ նրան լոկ ներկայացրել են իբրև արվեստաբան, բայց չմոռանանք, որ Գարեգին Հովսեփյանցը իր առաջին քայլերը գիտության մեջ Գերմանիայում կատարեց իբրև եկեղեցու շատ մեծ պատմաբան եւ նրա աշխատությունը տեխնացուական ատենախոսությունը միակամյա վարդապետության մասին վեճեր ըստ հունական եւ հայկական սկզբնաղբյուրների, որ հրատարակվեց Լայպցիգում, խոշոր մի առաջընթաց եւ կարելի ասել առաջին քայլն էր այս ոլորտում եւ ինքը դրանով հայտնի դարձավ հատկապես գերմանախոս հայագիտական շրջանակներում։ Հետեւաբար ինչքան որ մենք ներկայացնենք արվեստաբան Գարեգին Հովսեփյանց, այնքան էլ կարելի է ներկայացնել պատմաբան, աստվածաբան փիլիսոփա Գարեգին Հովսեփյանց։ Հնագետ ինչու՞ չէ նաև, որովհետև մասնակցել է մի քանի հնագիտական արշավախմբերի, պետք է պարզապես այդ լայն հետաքրքրություններ եւ ընդգրկուն ժառանգություն ունեցող հայագետին, աստվածաբանին, հոգեվորականին ներկայացնել ըստ իր աշխատությունների ամբողջական հրատարակության, որը ցավոք դեռևս մնում է ուսումնասիրելի եւ չհրատարակված։ Այսինքն մեր գալիք սերունդների պարտքն է հրատարակության պատրաստել թե նրա երկերի ամբողջական հրատարակությունը, այնպես էլ ուսումնասիրության ողջ գործունեությունը ուսումնասիրության։ Անտիլիասի Մայրավանքի արխիվում են պահվում եւ դրանք կարոտեն, վստահաբար կարոտեն հրատարակության, թեև այնտեղ արդեն որոշ գաղափարներ կարող են դասական կամ նույնիսկ հնացած թվալ, բայց իբրև այդ ոլորտում նշանակալի երևույթ նրա աշխատությունների ամբողջական հրատարակությունը խիստ անհրաժեշտ է այսօր։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, տեղեկացնեմ, որ նաև մեր հայ սուրբներ տրամադրել Գարեգին Հովսեփյանի կենթանի ձայնը, որ առաջ անգամ հենց Արարատի տաղավարում եթերում հեռարձակվեց։ Տիկին Ավագյան, Գարեգին Հովսեփյանի անցած ուղին Մարաղագյուղից Էջմիածին, Տեր-Թոդիկյան գյուղական ծխական դպրոցից մինչև Գևորգյան հոգևոր ճեմարան եւ ապա նաեւ Կիլիկիո կաթողիկոս։ Իրոք բավականին դժվար եւ բար ճանապարհ, որ անցել է նա, եւ իմ կարծիքով դրա առաջին հենց պայմաններից մեկը Գարեգին Հովսեփյանի բնավորության հաստատակամությունը, վճռակամությունն էր, հաղթահարել բոլոր արկա դժվարությունները, ձեր գնահատականը։ Հիրավի Գարեգին Հովսեփյանը բավականին հետաքրքիր, բայց դժվար ուղի անցավ, ինչպես դուք նշեցիք, դուրս գալով Ջիվանշիրի գավառի մի փոքրիկ հայկական գյուղից եւ բավականին հետաքրքիր բովանդակալից մի կյանք ապրելով, ճանապարհ անցնելով հասավ միջև Անտիլիաս բազմեց Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսի գահին։ Այդ ընթացքում պետք է ասել, որ նրա այդ հաջողությունների քայլ առ քայլ ձեռքբերումների հիմնական գրավականը ի վերուստ նրան շնորհված մի քանի բնավորության եւ գծեր էին, որոնք նրան անշուշտ օգնեցին իր անցած ուղին ավելի ճիշտ ու բովանդակալից դարձնել։ Նախ նա աչքի է ընկել ահավոր աշխատասիրությամբ, համառությամբ, ի վերուստ տրված ընդունակություններով եւ երբևէ չի հուսահատվել որևէ մի անհաջողությունից, ասենք մանավանդ վաղ շրջանում ունեցել է որոշակի, ասենք անհաջողություններ մեծ ու փոքր թեկուզ իր հոգևոր գործունեության ասպարեզում, բայց երբեք եւ երբևէ նրան ոչինչ չի ընկճել, երբեք նա չի դադարել վստահել իր ուժերին եւ միշտ առաջ է նայել ու երբեք որևէ մի դժվարությունից չի խուսափել կամ վախեցել։ Գարեգին Հովսեփյանը նաև գեղարվեստական խոսքի մեծ վարպետ էր, որպես հոգևորական, որպես եկեղեցական, ճառախոս եւ քարոզիչ եւ ինձ համար որպես աշխարհիկ մարդու հատկանշական այն է, որ նրա բոլոր ելույթներում, ճառերում, քարոզներում կարմիր թելի պես անցնում էր երկու միտք, դա հայրենասիրություն, ազգասիրություն եւ եկեղեցասիրություն։
Որպես հոգևորական ձեր բնութագիրը։ Գիտեք, երբ ուսումնասիրում ես Գարեգին Հովսեփյանց հոգևորականի ուղին, նախ տեսնում ես, որ այնտեղ առկա է մի շատ եւ կարևոր նաեւ, թերևս կարևորագույն կարող ենք ասել, գիծ, նա հավատում է այն ամենին, ինչ որ խոսում է, շատ կարևոր է։ Եվ գեղարվեստական խոսք չասենք, բեմբասացության մեծ վարպետ է, ռետորության, որովհետև նախ եւ առաջ նա փորձում է այն ինչ որ ունի իր տեսլականի մեջ իբրև հոգևորական, իբրև մարդ, հայ մարդ, պարս հայ մարդ, փոխանցել իր արժեվ բազմված, խմբված ժողովրդին։ Սա շատ կարևոր է։ Եվ այս առումով, երբ լսում ես նրա կենթանի ձայնը կամ երբ կարդում ես նույնիսկ քարոզները ձեռագիր կամ հրատարակված, շատ կարևոր է, որ այդ նշվեց այստեղ իր բոլոր այդ փորձությունների միջով, իբրև հոգևորական, իբրև Նոր Նախիջևան Ղրիմի առաջնորդ, իբրև Ամերիկայի առաջնորդ, որ նրա երկու ամենակարևոր փորձությունների շրջաններն էին։ Ինքը միշտ փորձել է բոցավառել ժողովրդին ազգասիրության եւ աստվածասիրության ոգով։ Դրա համար, երբ մենք նայում ենք, թե ինչու հենց ինքն էր այդ ժամանակվա բեմբասացության մեծ վարպետը, որտեղ ավելի մեծ վարպետներ էլ ըստ էության կային այդ ժամանակվա, տեսնում ենք, որ ամենակարևոր գիծը նրա կյանքի, խոսքի եւ վարքագծի հավատքն է ապագայի նկատմամբ։ Իր բոլոր քարոզների մեջ կարելի է երկու նախադասություն թերևս առանձնացնել, առաջին միտքը մոտավորապես, որ ազգերն իրենց պատմությունը անցնում են իբրև քաղաքակրթություն եւ պետություն, հայ ազգը ունի մեկ այլ քաղաքակրթություն եւ մեկ այլ պետություն, դա հոգեվոր հայրենիքն է։ Այսինքն նրա համար հայրենիքը ոչ միայն հողն էր, ոչ միայն ջուրը, ոչ միայն ժողովուրդը, ոչ միայն տեսանելի նյութականը, այլ նախ եւ առաջ հայրենիքի գաղափարը, որը նա միշտ փորձում էր վառպայել հատկապես Սփյուռքում։ Այս հոգևոր հայրենիքի ամենամեծ տեսաբանը թերևս Գարեգին Հովսեփյանցն է, իբրև խոսքի վարպետ, իբրև բեմբասած, ճարտասան եւ քարոզիչ։ Երկրորդ Գերմանիայից անմիջապես վերադառնալուց հետո դեռևս սարկավագ վիճակում Գարեգին Սարկավագը շատ կարևոր մի առաքելության է տրվում, որտեղ նույնպես պահանջվում էր բեմբասացության վարպետությունը եւ գաղտնիքը նաեւ։ Նա ձեռնարկում է մի հետաքրքիր գործ, որ նրա անավարտ տեսլականներից մեկը մնաց աղքատների խնամքը եւ եկեղեցին։ Ուրեմն երբ նայում ենք Գարեգին Սարկավագի այդ ժամանակվա մտածությունները դեռևս չերելոցվել իբրև կուսակրոն հոգևորական, նկատելի է, որ նա շրջում էր տարբեր գյուղերում, իբրև բանահավաք նաև, որտեղ Մանուկ Աբեղյանի իր մեծ ուսուցչի անմիջական գծի շարունակողներ, եւ այդ գյուղերում տեսնում էր գյուղացու թշվառությունը, աղքատների թշվառությունը, կյանքի շատ ցածր սոցիալական մակարդակը։ Եվ դրա համար իր քարոզները, խոսքերը հիմնականում նաև երկրորդ ուղղվածությունը ունեն այս կիզակետը, այսինքն ժողովրդի ներքին կյանքի բարելավումը, հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացումը իբրև լիիրավ կատարյալ մարդ քաղաքացի։ Այս երկու գծերը իբրև խոսքի վարպետ, իբրև բեմբասած Գարեգին Հովսեփյանցի պարագային միանշանակ կարելի է առանձնացնել, բայց անշուշտ ամենաէական եւ ամենակարևորը նա մնաց եւ մնալու է հուսով եմ սերունդների հիշողության մեջ իբրև ամենամեծ հայրենիքի տեսաբաններից մեկը իր ժամանակին։ Շատ դիպուկ էր ձեր բնութագիրը, հավատում էր այն ամենին, ինչ ասում էր։ Այո, անշուշտ։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Գարեգին Կաթողիկոս Հովսեփյանին տրված գնահատականներին։ Իբրև հայ հնագրության մեծ վարպետ Գարեգին Կաթողիկոս Հովսեփյանը մեկն է եղել ավագ սերնդի այն հայագետներից, որ անչափ մեծ գործ է կատարել հայ մատենագրության եւ մանրանկարչության ասպարեզներում։ Հրաչյա Աճարյան։ Գարեգին Կաթողիկոսը ճշմարիտ բարեկամն է հայ ժողովրդին, հայ եկեղեցվո եւ հայ հայրենիքին, ու հարազատ զավակը Սուրբ Էջմիածնի։ Անսիրող եւ պահպանողն է հայ մշակույթին եւ հիրավիկը վայել է անհուն սերն ու համակրանքը ամբողջ հայ ժողովրդին, հայ մտավորականության եւ հայ եկեղեցականության։ Մեծի տան ընկիլիկյո շնորհազարդ Տեր Գարեգին Ա Կաթողիկոսի մահը շանթար արավ մեզ միաբանությանս եւ համայն հավատացյալ ժողովրդին, անփոխարինելի կորուստ է հայության համար։ Կիլիկիո աթոռը եւ միաբանությունը կորցնում են իրենց առաջնորդող լուսատու աստղը, հայ եկեղեցին իր հավատարիմ եւ անձնվեր նվիրյալ սպասավորին, հայ ժողովուրդն ու հայրենիքը իրենց ժողովրդասեր, հայրենասեր եւ երախտագետ սիրասուն զավակին, եւ հայ մշակույթը իր մեղվաջան մշակին։ Գևորգ Չորեքչյան, ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին կաթողիկոսն իր բովանդակ գիտակցական կյանքն առանց մնացորդի նվիրեց իր ժողովրդին, իր եկեղեցուն, իր հայրենիքին, նվիրեց հայ գրին ու գրականությանը, հայ արվեստին եւ հայ մշակույթին։ Տիկին Ավագյան, հայտնի է, որ Հայաստանի ազգային արխիվը մեր մի շարք կաթողիկոսների կյանքի եւ գործունեության վերաբերյալ ծավալուն եւ պատկառելի հատորներ է, փաստաթղթերի, նյութերի, ժողովածուներ հատրակել։ Սակայն ցավով պիտի նշեմ, որ Գարեգին Հովսեփյանի պարագայում նման ուրախ բան չեն կարող ասել։ Արխիվը արդյոք նման աշխատանքներ ցանկանում է կատարել կամ նման ծրագրեր ունի թե ոչ։ Շտապեմ ձեզ ուրախացնել, որ շուտով պատրաստ կլինի Գարեգին Հովսեփյանի հատորը, Հայաստանի ազգային արխիվում պահվող այդ հարուստ փաստաթղթային ֆոնդից առանձնացրել են Գարեգին Հովսեփյանին վերաբերող գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնց քանակը շուրջ 600 է, տարբեր ծավալի փաստաթղթեր են դրանք, եւ սկսվում է Գևորգյան հոգևոր ճեմարանում նրա ուսանելու տարիներից այդ փաստաթղթերը, սկսած նրա հոր դիմումից Կարապետ Հովսեփյանի, որով նա դիմում է ամենայն հայոց կաթողիկոսին, գրելով, որ իրենք չքավոր ընտանիք են եւ ինքը խնդրում է իր որդուն Գարեգինին ընդունել ճեմարանի ձրիավար սաների շարքում եւ ավարտվում է կավարտվի փաստաթղթերի ժողովածուն միջև նրա կյանքի փաստորեն վերջին օրերը։ Այսինքն փաստորեն ամբողջական կյանքը եւ գործունեությունը ներկայացնում։ Միայն ուզում եմ նշել, որ մենք հրատարակելու ենք միայն այն փաստաթղթերը, որոնք պահվում են Հայաստանի ազգային արխիվում, որովհետեւ հայտնի է, որ Գարեգին Հովսեփյանից շատ փաստաթղթեր կան եւ Մաշտոցի անվան մատենադարանում, եւ Անտիլիասի մայրավանքի արխիվներում, վստահ եմ նաեւ ամերիկահայոց թեմի արխիվներում, ուղղակի ուզում եմ նշել, որ մենք հրատարակելու ենք միայն այն, ինչ պահպանվում է այսօր Հայաստանի ազգային արխիվում։ Դե հուսանք, որ Հայաստանի ազգային արխիվի նման օրինակ աշխատանքին նաեւ կհետևեն մեր թե կրոնական եւ թե աշխարհիկ գիտական հաստատությունները։ Այո, ժողովածուն պիտի հրատարակվի Մայրաթորի կողմից։ Պաստորեն ձեր բաժնի։ Այո, ես հավելեմ 1-2 խոսք, ուրեմն Գարեգին Հովսեփյանցի միջև այսօր միայն գերմաներենով պահպանված ավարտաճառը, այսինքն տեխնացիական աշխատանքը շուտով լույս կտեսնի Մայրաթորում։ Գերմաներեն լեզվով։ Գերմաներենից հայերեն թարգմանությամբ, գերմաներեն-հայերեն զուգադիպ տեքստերով եւ նաեւ Գարեգին Հովսեփյանցին մայիսի 27-ից 30-ը նվիրված գիտաժողով կկայանա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, Գարեգին Հովսեփյանց այդ խորագիրը իրականում համապատասխանում է Կիլիկիայի հայոց պետությանը, որտեղ նա նաև Կիլիկյան արվեստի մեծ ուսումնասիրողներից մեկն էր։ Հուսանք, որ առաջիկա տարիներին մինչև 2017, մինչև 150-ամյակ Գարեգին Հովսեփյանցի 1-2 նմանատիպ ձեռնարկ նույնպես կլինի։ Հուսով ենք, որ լույս կտեսնի հոդվածների ամբողջական ժողովածուն Արարատ հանդեսում հրատարակված։ Փորձենք մի քանի նմանատիպ ծրագրեր կան, որպեսզի հանրությունը ավելի մոտով ծանոթանա նաև Գարեգին Հովսեփյանցին իբրև քարոզիչ, աստվածաբան, պատմաբան եւ այլն։ Ինչ խոսք, թե հրատարակչական եւ թե գիտակրթական ծրագրերը շատ կարեւոր են, թեկուզ հենց այն առումով, որ մեր հանրությունը, բացի մի շատ նեղ հայ գիտական հատվածից, Գարեգին Հովսեփյանին ընդհանրապես ծանոթ չէ։ Եվ հուսանք, որ նման հրատարակությունների միջոցով այդ ամենի արդյունքում 150-ամյակը ձեր նշած մենք լավատեսենք ամենայն դեպս հանրությանը կներկայացնեք որպես Գարեգին Հովսեփյան արդեն ծանոթ թե գիտնականի, թե եկեղեցական գործի եւ թե հայագետի։ Հայ Սուրբ, ձեր օգնությամբ մի փոքրիկ համեմատություն կատարենք, գնանք պատմության խորքերը։ Փաստորեն, երբ Գարեգին Հովսեփյանը ընտրվեց Կիլիկիո կաթողիկոս, այդ նույն ժամանակ Մայրաթորի ամենայն հայոց կաթողիկոսը Գևորգ Չորեքչյանը եւ երկուսն էլ նույն ճերմանական կուրսեցիներն էին, երկուսը միասին են սարկավակ ձեռնադրվել, դրա հետ նաեւ մեկ ուրիշ զուգահեռ համեմատություն
միտքս եկավ, որ երբ Գարեգին Հովսեփյանը Մարաղագյուղից, Արցախի Մարաղագյուղից դուրս գալով դարձավ Կիլիկիո կաթողիկոս, 50 տարի անց մեկ ուրիշ Գարեգին Քեսապ գյուղից դուրս եկավ դարձավ արդեն ամենայն հայոց կաթողիկոս։ Այս նմանությունները, զուգահեռները կարծես թե ամենևին էլ պատահական չեն։ Գիտեք, այդ սերունդը անցնող, այսինքն այդ 40-ական, 50-ականների սերունդը մասամբ պայմանավորված էր նաև այդ շրջանում Երուսաղեմի հայոց պատրիարքանի շատ ակտիվ կրթական գործունեությամբ, որտեղ այնտեղ գահի վրա իրար հաջորդեցին մի քանի լուսավորագույն կերպարներ՝ Եղիշե Դուրյան եւ Թորգոմ Գուշակյան։ Այսինքն այս երկու շատ լուսավոր կերպարները, որ գալիս էին Օրմանյանի ուղակի դաստիարակությունից, Արմաշի դպրևանքից, նպաստեցին նաև, որ Սփյուռքում ստեղծվի այս մտավոր գրական շարժումը եւ պատահական չէ, նշվեց Չորեքչյան, Հովսեփյանց եւ հետո Գարեգին կաթողիկոս Սարգսյան, որտեղ Գարեգին Սարգսյանը, որի աշխարհիկ անունը, Ավազանի անունը նշան էր, հենց Գարեգին Հովսեփյանցի անունով վերանվանվեց Գարեգին։ Իպատիվ Գարեգին Հովսեփյան։ Եվ իր ամբողջ կյանքում նա հետագայում Գարեգին առաջին Սարգսյանը հիշում էր, որ իր, այսպես ասենք, հոգևոր հայրը անվան իմաստով Գարեգին Հովսեփյանցն էր, չմոռանանք, որ Գարեգին կաթողիկոսը Սարգսակ կարգավիճակով նաև Գարեգին Հովսեփյանցի քարտուղար եւ գավազանակիրն էր։ Այսինքն պատահական ոչինչ չի լինում։ Իհարկե, բերածս օրինակ նաև իմ կարծիքով մեկ անգամ եւս ապացույց է ազգային միասնականության եւ նաև եկեղեցական միասնականության։ Այդ տարածաշրջանը, այսպես ասենք, նախ ինքը նպաստավոր էր Մերձավոր Արևելքը, որտեղ հզոր հայկական շունչ կար, բայց նաև աթոռների փոխգործակցությունն էր շատ կարևոր, ինչպես արդեն նշեցի, որովհետև հակառակ պարագային այս լայն շարժումը մշակութային եւ ինչ որ իմաստով նաև պորտկումը մտքերի, լուսավոր մտքերի տեղի չէր ունենա։ Սա հենց այդ հիմքի վրա ստեղծված շարժումն էր, որ 40, 50, 60-ական թվականներին առաջ բերեց մի ամբողջ փաղանգ աստղաբույլ նշանավոր մտածող հոգեվորականների եւ հայագետների։ Ուղղակի չմոռանանք, որ Գարեգին Հովսեփյան եւ Գևորգ Չորեքչյանը նրանց երրորդ դասընկերը, եթե այդպես կարելի ասել, Կարապետ եպիսկոպոս Տեր Մկրտչյանը, որը պակաս չէր որպես գիտնական, որպես հայագետ, աստվածաբան, պարզապես նրա կյանքի թելը շուտ կտրվեց եւ ավելի բարձրունքների չհասավ։ Նրանք բոլորը Էջմիածնում մի կարճ ժամանակ ուսանում էին Մաղաքիա Օրմանյանին, նրա սաներն էին, այսինքն բացի Արմաշի ունեցած, այո, բանով։ Լավ հիշեցում էր պարզապես, որտեվ շուրջ 1 տարի Օրմանյանը դասավանդեց Էջմիածնի ճեմարանում, դե միջ այդ կարինի ընթացքում ինչպեսի հոսք թողեց։ Եվ հուշերը երբ կարդում ենք, ասում են, որ այդ 5 հոգին, որ Սարգսակ ձեռնադրվեցին, որտեղ այն ժամանակ Սարգսակ նշանակում էր արդեն միաբան եւ կուսակրոն, այսինքն այլևս բարձրացումը միայն կուսակրոնության միջոցով էր, եւ Գարեգին Հովսեփյանց, Տեր Մկրտչյան, Կարապետ Տեր Մկրտչյան, Չորեքչյան, իրենց տեսուչը նախկին Նահապետյան, նրանք բոլորն էլ դեռ տատամսում էին, չէին կարողանում կողմնորոշվել եւ հետաքրքիր է հուշերը, որ Օրմանյանը նրանց ստանում է մի երեկո Ներսիսյան լճի շուրջ պտտվելու եւ Կարապետ Տեր Մկրտչյանը ասում է, որ այդ երեկոյան Աստղազարդ երկինք եւ Օրմանյանի խոսքերը լսելուց հետո մենք 5-ս էլ միասին բարձրացանք խորան ու զինվորագրվեցինք Մայրաթորի միաբանության։ Այսինքն այդ ամբողջ շարքը շղթան բնականաբար կապվում է, որովհետեւ ի պատիվ այդ ժամանակվա եկեղեցական ղեկավարների պետք է նշել, որ նրանք շատ լավ հասկանում էին հայ ազգի միասնությունը նախ եւ առաջ համագործակցության եւ այդ մտավոր ուժերի կենտրոնացման մեջ է։ Հակառակ պարագային տեղի չէր ունենա այն, ինչ որ մենք անվանում ենք 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի գրական մշակութային մտավոր զարդ։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Գարեգին կաթողիկոս Հովսեփյանի որոշ ասույթների։ Մեր ձեռքն է միայն մեր պատմական հայրենիքի մի փոքր մասը, ավելի քան 1 միլիոն հայ բնակչությամբ հայրենի ավերակներով, որ մեր կյանքի գոյության խարիսխը պիտի մնա այսուհետև եւս, բայց մեր ժողովրդի մեծագույն մասը հայրենազուրկ է եւ ցրված։ Հայրենազուրկ եւ գաղափարազուրկ կյանքով ապրիլ չեն կարող,
Ազգային տեսակետով ապա բախտ այս նոր պայմանների մեջ պետք է զորանա եւ ուրճանա հայրենիքի եւ հոգեվոր միության գաղափարը, ավելի լայն եւ ավելի խորը, լուսավոր հասկացողությամբ։ Ազգերի կյանքի մեջ ամենից նշանակալիցը, ուրեմն եւ մնայունը նրանց ստեղծագործությունն է, մշակույթը։ Ապերախտ է եղել մեր վիճակը քաղաքական տեսակետից, բայց ամաչելու պատճառ չունենք հոգեվոր եւ մշակութային կյանքի մարզերում։ Հայրենասիրությունը մի բնական զգացում է, հաստատված մեր սրտի խորքերում։ Ինչպես բնական է սերը դեպի ծնողները եւ դատապարտելի այն որդու վարմունքը, որ անարգանքով է վարվում նրանց հետ, նույնչափ բնական է սերը եւ դեպի հայրենիքը եւ դատապարտելի դեպի նորաշահերը ցույց տված ապերախտությունը։ Ես աղքատ հասարակ գյուղացու զավակ եմ, բայց այսօր ինչ որ եմ, պարտական եմ միայն իմ ազգին, իմ ժողովրդին, իմ եկեղեցուն, Սուրբ Էջմիածնին։ Ես կարող էի նախիր պահող կամ տավարած լինել, այսօր հովապետ եմ, պարտական լինելով իմ եկեղեցուն եւ հոտին։ Տիկին Ավագյան, հայրենասիրությունը Գարեգին Հովսեփյանի կյանքի եւ գործի մասներ կոչումներ։ Խնդրում եմ ներկայացնեք Հովսեփյանին գործունեությունը Սարդարապատի շրջանում եւ դրանից հետո որպես արդեն հայրենասեր այդ կտրվածքով։ Գիտեք, այստեղ կուզեմ երկու խոսք ասել մի երևույթի մասին, որի մասին շատ քիչ է խոսվել կամ գուցե ընդհանրապես չի խոսվել։ Երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, Մայր Աթոռի շատ միաբաններ, նաև քահանաներ դիմում էին Մայր Աթոռ խնդրելով իրենց ուղարկել ռազմի դաշտ։ Եվ այդ դիմումներում, որոնք նրանք ուղում էին հենց անմիջապես Գևորգի կաթողիկոսին, գրում էին, որ մենք ուխտ ունենք արած, մենք պետք է ծառայենք Հայաստանյաց առաքելական եկեղեցուն, նրա օծյալ գահակալին եւ մեր ժողովրդին։ Եվ սա այն պահն է, որ մենք պետք է լինենք մեր բազմաչարչար ժողովրդի կողքին, հենց ռազմի դաշտում, առաջին գծում։ Ճիշտ է, այդ ժամանակ Գարեգին Հովսեփյանը ռազմի դաշտ չմեկնեց եւ նրանցից շատ շատերն էին մեկնում եւ այստեղ պետք է ասեմ նաեւ մեկնում էին իբրև հոգևոր հովիվներ, իբրև հայ մարտիկների հոգևոր պետքերը հոգալու համար, բայց ինչպես դիպուկ հետագայում նշում է Խորեն Մուրադբեկյան եպիսկոպոսը վեհափառին ուղղած նամակում, նա գրում է. ես էլ եւ դուք էլ շատ լավ գիտենք, որ նրանց բոլորի սքեմների տակից կապված են փամփշտակալներ եւ նրանք հենց առաջի ծառի տակ հանվում են եւ որպես զինվոր կանգնում են այո մեր զինվորների կողքին։ Սկզբնական շրջանում Գարեգին Հովսեփյանը իհարկե ռազմի դաշտում չէր, նա կարելի ասել ավելի կարևոր տեղում էր։ Նա Սուրբ Էջմիածնի եղբայրական օգնության գլխավոր կարգադիր հանձնաժողովի նախագահն էր, որը այդ պահին շատ կարևոր գործ էր կատարում, որտեղ այն ահռելի լուծը, որ ընկած էր Մայր Աթոռի վրա, այդ ահռելի պատասխանատվությունը սկսած արդեն հայկական ջարդերի հետևանքների վերացման հետ կապված, երբ Կովկասյան տարածքը արդեն հեղեղված էր հայ գաղթականներով եւ նրանց անհրաժեշտ էր ուղղակի նրանց կյանքն էր պետք փրկել եւ նա այդ դժվարին եւ պատասխանատու գործի գլուխ էր կանգնած փաստորեն, բայց երբ որ արդեն այդ առաջի ալիքը անցավ 1918-ին, երբ նորից կենաց մահու մի պայքար էր սկսվել, մի նորից Դամոկլյան սրի պես կախված էր լինել չլինելու խնդիրը եւ գիտենք, որ Երևանում արդեն լսվում էին թուրքական զորքի արձակած այդ ականների ձայները, նա դիմեց վեհափառին խնդրելով, որ իրեն թույլ տրվի, որպեսզի ինքը մեկնի ռազմի դաշտ։ Ձևակերպումը այսպիսին էր, որպեսզի կարողանա իր խոսքով ոգևորել հայրենասիրական ոգին արթնացնել, երբեմն հոգնած, հուսահատված հայ զինվորին, հայ մարտիկին։ Նա այդ բանով մեկնեց ռազմի դաշտ եւ գիտենք, որ իհարկե նա նաեւ կռվեց Սարդարաբատում եւ դրա համար ստացավ պարգևատրվեց այդ Գեորգիևյան ժապավենով արիության համար, այսինքն մարտական իշխանանշանով պարգևատրվի։ Եվ նա դա երբեմն կրում էր իհարկե այդ։ Հաջորդ դրվագում
դա շատ հետաքրքիր մի բան է կապված նրա անվան հետ Կարսի անկման օրերին։ Իհարկե 1920 թվականի հոկտեմբեր ամիսը, երբ որ արդեն Գարգին Հովսեփյանն այդ ժամանակ Երևանում նորաբաց համալսարանում ուսուցչապետ էր, զբաղվում էր անի պեղումներով, այնտեղ Թորոմոնյանի, Քալանթարի հետ, Աշխարհբեկ Քալանթարի, Թամանյանի հետ, բայց երբ որ լուրեր հասան, որ Կարսում շրջակայքում վիճակը օրհասական է, նա կրկին դիմեց Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությանը, խնդրելով իրեն թույլ տրվի, որպեսզի ինքը մեկնի Կարս։ Իհարկե կառավարությունը ուրախությամբ ընդառաջեց նրան, քանի որ գիտեին նրա անսահման հեղինակությունը եւ ուրախ էին, որ նա ինքն է ցանկություն հայտնում մեկնելու, այս բոլորը իհարկե ամրագրված են փաստաթղթերում, ասենք ենթադրություններ չեն, իրականում դրանք հենց այդպիսի փաստեր են, եւ Կարս մեկնելու հետ կապված նա ինքը տարիներ հետո գրեց մի հոդված իմ կյանքի ամենադժբախտ օրը եւ ամենաերջանիկ րոպեն։ ձևակերպում ինքնին արդեն Շատ բանի մասին է խոսում։ Այդ օրը հոկտեմբերի 30-ն էր, որը ցավոք սրտի մեր հայ պատմության անփառունակ էջերից մեկն է, Կարսի Բերդի հանձնումը, եւ այդ օրը փաստորեն նա հենց այդ օրը, որ Բերդը հանկարծ փաստորեն անսպասելիորեն զինվորները գիտենք այդ պատմությունը նահանջեցին, այնտեղ Մազմանյանի ինքնասպանություն եւ այլն, նա այդ պահին եղել է գեներալ Դանիելբեկ Փիրումյանի հետ նույն սենյակում, երբ որ նրանց լուր է հասել, որ Կարսի Բերդը հանձնված է եւ զորքը փախչում է այս կողմ այն կողմ։ Առանց երկար բարակ մտածելու, քանի որ պահը օրհասական էր, փաստորեն զորքը չէր կռվում, ցակուցիր էր եղել եւ ժողովուրդը ամբողջ Կարսի եւ ոչ միայն Կարսի, նաեւ այնտեղ Բերկրի տարբեր կողմերից արդեն գաղթած փախած ժողովուրդը, որը միակ ճանապարհ է նրա Բերդի ետևի մասի կիրճով փախչելներ դեպի Ալեքսանդրոպոլ, բայց բանն այն էր, որ նրանց վրա կրակում էին Բերդի պարիսպների մոտից թուրքական զինվորները եւ մտածելու ժամանակ չկար։ Այսինքն Կարսում նույնպես դրսևորվեց Գարգին Հովսեփյան հայրենասեր գործիչը, եկեղեցականը։ Այդպես կարող ենք ասել, ոգևորելու, մխիթարելու առումով։ Ոչ թե մխիթարելու առումով չէր։ Նա գնաց թուրքական զորքերի հրամանատարի մոտ, ընդ որում ինքը նկարագրում է, որ ինքը հագնվեց, վեղարը դրեց, այսինքն այո, եւ նույնիսկ իր վրա կապեց Գյորգևյան այդ ժապավենը, որ ստացել էր արիության համար, եւ մենակ նա փաստորեն բարձրանում է Կարսի Բերդ, նրան ուղեկցում էր իհարկե մի սպա, թուրքական զորքերի հրամանատարին է մոտենում եւ ասում է, որ սա պատերազմ է, կռվի մեջ լինում են հաղթողներ եւ հաղթվողներ, մենք հաղթվել ենք եւ անձնատուր ենք լինում։ Զինվորներին հայ, եթե բռնել եք, դրանց սպանելը, գերեվարելը ձեր խնդիրն է, բայց այդ կիրճում մնացած ժողովուրդը անզեն անպաշտպան կանայք են, երեխաներ եւ ծերեր, նաեւ որբանոցի երեխաներ։ Ես խնդրում եմ, ազատ թողեք, թող ժողովուրդը դուրս գա եւ իհարկե զարմանալի է, բայց թուրք հրամանատարը ընդառաջում է նրա խոսքին եւ անմիջապես դադարեցնում են ժողովրդի այդ ռմբակոծումը, հրետակոծումը։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր հաղորդումը նվիրված էր 20-րդ դարի Ղևոնդ երեց հայրենանվեր եկեղեցական եւ անվանի հայագետ Գարեգին Կաթողիկոս Հովսեփյանին։ Հաջորդ հաղորդմանը կներկայացնենք Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ վարչապետ Հովհաննես Քաջազնունիին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։